Ողջույն սիրելի եկեղեցի, արի ոտքի կանգնենք, միաբան, Հայր մեր տերունական աղոթքով սկսենք այսօրվա մեր ծառայությունը։ Հայր մեր, որ երկնքում ես, սուրբ լինի քո անունը, գա քո արքայությունը, լինի քո կամքը, ինչպես երկնքում, այնպես էլ երկրի վրա։ Մեր ամենօրվա հացը տուր մեզ այսօր, եւ թող մեզ մեր պարտքերը, ինչպես մենք էլ թողում ենք մեր պարտականներին, եւ մի տանի մեզ փորձության, այլ ազատիր մեզ չարից, որովհետև քոնն է թագավորությունը, եւ զորությունը, եւ փառքը, հավիտյանս, ամեն։ Հալելույա։ Մինչ կանգնած ենք Տիրոջ ներկայության մեջ կարդանք Աստվածաշնչից մի հատված։ Առակաց 10-րդ գլուխ 12 խոսքը։ Ատելությունը կռիվներ կքրքրի, բայց սերը ամեն հանցանքները կծածկի։ Այսպես է ասում Աստծո խոսքը։ Ամեն։ Սելիսին ձեռքերում մեր կարիքներն են։ Գիտես, կապ չունի ինչ կարիք ունես, կապ չունի ինչ խնդրի մեջ ես։ Այսինքն երբեմն այդ խնդիրները այնքան ծանր են լինում, որ քո համար դժվար է։ Բայց գիտես, մի խոսք բավական է, որ մենք այդ դժվարությունից դուրս գանք։ Հիսուսը ասեց. ամեն ինչ, ինչ որ հավատքով իմ անունով խնդրեք կառնեք։ Սելիս ուզում եմ մենք բոլորովս միաբան հավատքով Տիրոջ անունով կանչենք ստեղ գրված ամեն մի կարիքի համար։ Եթե դու չես հասցրել, ուշ չի, կարող ես մտովի միանաս կարիքներին, եւ ովքեր որ մեզ դիտում են, դուք էլ կարող եք ձեր կարիքը դնել, մենք աղոթենք բոլորով միաբան։ Հայր Աստված, Հիսուս Քրիստոսի անունով Տեր բարձրացնում ենք ստեղ գրված ամեն բան։ Տեր, դեռ չգրված դու գիտեիր ինչ ենք մենք գրելու, ինչ ենք խնդրելու, Հայր։ Եվ դու ասել ես, Հայր, ամեն բան կարելի է հավատացողին, մենք հավատքով միաբան, բարձրացնում ենք ստեղ գրված ամեն մի կարիքը, ամեն մի խնդիրը, հիվանդությունը, Հայր։ Անգամ այն բոլոր պրոբլեմները, որտեղ աշխարհում անլուծելի են, բայց գիտենք, որ քո ձեռքերում ամեն բան լուծում կառնի։ Հիսուսի անունով օրհնում ենք քո սուրբ անունը, Տեր, կանչում ենք քո անունը ստեղ գրված խնդիրների վրա, խնդրում ենք ազատես ամեն մեկից, դժվարությունից, տանջանքից, վախից, սարսափից, հիվանդությունից, հեռացնես Հիսուսի զորավոր անունով։ Տեր, մենք գիտենք ու տեսնում ենք մեր կյանքերում, երբ որ ընկած ենք, ոլորված ենք, բավականական չենք, ամեն ինչի մեջից դու մեզ հանում ես։ Եվ խնդրում ենք, Հայրս, ամենքիս հաստատես քո եկեղեցու մեջ, քո խոսքի վրա, Հիսուս Քրիստոսի անունով։ Տեր Աստված, նաև մենք աղոթում ենք մեր երկրի համար, Հայաստանի, օրհնում ենք մեր երկիրը, մեր ազգությունը, որ ընտեղ ապրում է, շնորհակալ ենք, Հայր, որ ունենք, դեռ այսքան տարիներ, երբ որ կռիվներ, հալածանքներ ամեն ինչի մեջով դու ես որ անցկացել ես, որովհետև շատերը չեն կարողացել կանգնել։ Երկրագնդի վրա շատ պետություններ, ազգեր չկան, բայց մեր ազգությունը դու պահել ես։ Հայր, շնորհակալ ենք քեզանից։ Խնդրում ենք, Տեր, որպեսզի այսօրվա մեր բարելավ երկիրը, որ մենք տեսնում ենք առատությունով լցրել ես, որ այսօր ժողովրդին հաճելի այդտեղ գալը չլինի թե Հայր, այդ հարստությունը մեզ հեռացնի քեզանից։ Ուզում ենք, որտեղ դա լինի, Տեր, հավատքի երկիր, սրբության երկիր, սիրո տեղ, որ մենք չատենք մեկս մյուսին, այլ սիրենք, ընդունենք, ներենք, Տեր։ Խնդրում ենք, Հայրս, քո պաշտպանությունը մեր երկրի վրա, մեր սահմանների վրա։ Տեր Աստված, տուր իմաստություն, տուր մեզ սեր։ Թող ամեն բան քո կամքով հաստատվի Հայաստանում, որ Հայաստանը լինի Քրիստոսի ժողովրդի երկիր։ Հիսուսի անունով օրհնում ենք Հայաստանը եւ ասում ենք, Տեր, վերցրու քո ձեռք ամեն բան եւ տար քո կամքի մեջ։ Հայր Աստված, նաեւ մենք աղոթում ենք Ռուսաստանի համար։ Շնորհակալ ենք այս երկրի համար։ Շնորհակալ ենք այս երկրի մարդկանց համար, որ սրտները, գրկները մեր համար բացել են շատերիս։ Տեր Աստված, մենք շատերս այստեղ շատ բաների ենք հասել։ Եվ այսօր էլ Տեր Աստված ամեն օր մենք տեսնում ենք, որ ինչպես այս երկիրը, այս ժողովուրդը մեզ բաց դռներով ընդունում, օրհնում ենք իրանց քո սուրբ անունով։ Խնդրում ենք Տերս, թող քո խաղաղությունը լինի այս երկրի վրա։ Թող այս երկրի վրայից գնա սև ամպերը։ Այս երկրի ժողովրդի վրայից գնա ամեն հիվանդություն, սառնություն,
դժվարություն, կախարդանքներ, ամեն սխալ բաներ թող հեռանա այս երկրից։ Այս երկիրը լինի օրհնված երկիր, այս երկիրը լինի խաղաղ երկիր եւ այս երկրում Աստվածային ներկայությունը լցվի։ Տեր Աստված, թող քո եկեղեցիները բարձրանան այստեղ։ Հիսուս Քրիստոսի անունով օրհնում ենք Ռուսաստանը եւ ասում ենք Տեր, շնորհակալ ենք այս երկրի համար։ Հանուն Հոր եւ Որդու եւ Սուրբ Հոգու։ Ամեն։ Ամեն։ Հալելույա Տեր։ Բարձրալուն բնակվող, ամեն ինչից բարձր բնակվող, ամեն ինչից վեր նստած Տեր։ Դու տենում ես մեզ, դու տենում ես մեր իրավիճակները Տեր։ Քո լույսն ա որ մեզ պահում ա, քո սերն ա որ մեզ պահում ա Տեր, քո խոսքն ա որ մեզ մաքրում ու զորացնում ա։ Շնորհակալ ենք շատ։ Դու ես մեր փրկիչը, դու ես մեր Աստվածը, դու ես մեր հույսը, մեր ապավենը։ Օրհնում մեծարում ենք քեզ, ասում ենք եղիր օրհնված։ Հալելույա։ Ամեն։ Ամեն սիրելիս։ Ամեն։ Փառք Տիրոջը, մեր Տերը արժանի է։ Ամեն։ Ամեն, ինքը արժանի է սիրելիս։ Փառք մեր Աստծուն։ Փառք Տիրոջը։ Դու այսօր սպասումով ես եկե։ Ամեն։ Եկել ես, որ մեջդ հույս առաջանա, չեն։ Եկել ես, որ իրավիճակիդ վրան լույս կա սիրելիս։ Դրա համար կխնդրեմ քո հույսը թող լինի մենակ Տիրոջից։ Նա շրջվի կողին տասակ քո հույսը թող մենակ Տիրոջից լինի։ Ու կարող ես նստել։ Սիրելի փառաբանություն, շնորհակալություն շատ։ Տերը ձեզ օրհնի շատ։ Այսօր պատիվում եմ կիսվելու խոսքով, սիրելի աշխուժ ժողովուրդ, ողջունում եմ քեզ Տիրոջ տան մեջ, նաև ողջունում եմ ովքեր որ մեզ հետևում են, Տերը օրհնի ձեզ էլ, Տերը միշտ հույս ունի քո համար էլ, սիրելիս, չհուսահատվես։ Հիմա մենք այն ժամանակներն ենք անցում, որ մի հատ տեղ են գտնում, որ փախչենք։ Փախնելու տեղ են գտնում, ցավոք ու այս աշխարհի վրա ուրել որ փախրես ոչ մի բան չի փոխվելու։ Եթե դու իրավիճակից ես փախնում, եթե դու խնդիրից ես փախնում, վախից ես փախնում, մեկը մեր մոտ ոչ մի բան չի ստացվելու։ Փախնելու ես մի տեղ, հետո այն մի տեղը, հետո այն մյուս տեղը։ Բայց մի հատ տեղ կա, որ դու կարաս փախնես ու դե ապահով մնաս ամեն տեղ, դա Տիրոջ մոտ է։ Ուրել որ փախնես, կուզես քո սենյակում, կուզես քո մեքենայիդ մեջ, կուզես աշխատավայրումը, աշխարհի որ ծայրում ես լինես, ուրել որ լինես, եթե Տիրոջ հետ ես, ուրեմն ապահով տեղ ես։ Միակ փախնելու տեղն է։ Դատավորաց 6-րդ գլուխ առաջի խոսքում հետաքրքիր բան է գնաց։ Եվ Իսրայելի որդիքը Տիրոջ առաջին չարություն արին, եւ Տերը նրանց 7 տարի մադիացիների ձեռքը մատնեց։ Հետաքրքիր խոսք ասում է Աստծո ժողովուրդը, Աստծո ընտրած ժողովուրդը, ասում է Տիրոջ արչև չարություն արեց։ Մարդկա իր խելքից է ընկնում վատ իրավիճակների մեջ դժվում է։ Մարդ էլ կա իր համար արդար ապրում է, բայց այս աշխարհը այնքան լցված չարությունով, որ այդ չարությունը գալի հասնում իր շուրջ բոլորը։ Ու չգիտի ինչ անի այդ իրավիճակում։ Երկիր մորորակը, այն որ ասում է չարություն այնքան լցված, չհաշված են անիմաստ մահերը, չեմ վախենում հենց այդ բառից, որ անիմաստ մահերը, չգիտես, մի հատ հայացքի համար են մարդ սպանում, մի հատ վիրավորանքի համար են մարդ սպանում, թե հոգեպես, թե մարմնապես, կրակ, աղետ, պատերազմներ, երկրաշարժեր, այս երկիր մոլորակը հասել է հենց դրան, հենց լցվել է չարությունով, ուզենք թե չուզենք, այդ չարությունը ինչ-որ չափով գալի մեզ էլ է հասնում, ուզում է կպնի։ Ու հետաքրքիր խոսք ասում, մադիացիների ձեռից փախնում է Իսրայելը 7 տարի, գնում է իր համար լեռների, սարերի վրա ապրում է, ասում է ցանում է, ցորենը վերցնում է, հասկը հավաքում է, մշակում է, անասուն, բան, ամեն ինչ վերցնում է։ Բայց ասում է թշնամին գալիս էր, ասում էր գետնի բերքը, ապրուստը, ոչխարը, եզը, ոչ մի բան չէր թողում։ Անենց իրավիճակը, որ մեր կյանքի մեջ լինի, որ ամեն ինչ ուզում ես անես, բայց չես կարող, որ ասում է հալալ զուլալ նստես վայելես, չի ստացվում ոչ մի բան։
Եվ 6-րդ գլխի դատավորած 11 խոսքում հետաքրքիր բան ասում։ Եվ Տիրոջ հրեշտակը եկավ եւ Աբիեզերյան Հովասի բևեկնի տակին նստեց, որ Եփրայի մեջ էր, եւ նրա որդի Գեդեոնը կալումը ցորեն էր ծեծում մադիացիների երեսիցը փախցնելու համար։ Ասում է վախից բարձրացել էր մի հատ տեղ, ասում է իր թշնամից իր ուտելիքն էր պահում, իր ուտելիքն էր վաստակում։ Այն ցորենը, որ ինքը հավաքել էր, որովհետև մեր ժամանակները միգուցե կարանք ինչ-որ մի բանով ապրենք, այն որ ասում է մեր խոսքով յոլագնանք, բայց այն ժամանակներում սիրելիս հողն էր տալի ամեն ինչ։ Մարդիկ ցորենը քաղում են, ցորենը տալի, աղում էին իրանց ձեռքերով, մեծ մարդիկ միգուցե տեսած լինեն, որ քարերի մեջ դնում են ջաղասները, աղում էին, չեն, ալուր էին հանում ու հետևաբար մնացած ամեն ինչը ստանում էին ուտելու համար, որ ապրեն։ Ասում է Գեդեոնը վախեցած, ասում է Աստծո խոսքը ասում էր 7 տարի տվեց թշնամիների ձեռ։ Դժվար չի լինել 7 տարի ծառայության մեջ, կոպիտ բառ եմ մի քիչ ասում։ Դժվար չի 7 տարի փախ, այն որ ասում է քո հացդ ֆայլես, այն ահու դողը մեջդ ուզենաս մի ձև ինչ որ ապրես։ Ասում է այս իրավիճակն է իր մոտ, ասում է փախել էր թշնամիներից, վախենում էր ու չգիտեր ինչ էր անում։ Տեսեք, Աստված նախասահմանած ժամանակ ունի ամեն իրավիճակում, նույնն էլ իմ ու քո իրավիճակում։ Ինքը նշում է 7 տարի։ Միգուցե ես ու դու չենք տենում այդ ժամանակը, բայց Աստված գիտի այդ ժամանակը, որովհետև հենց որ 7 տարին լրացած Աստված իր հրեշտակին ուղարկեց։ Ես այսօր մի քիչ խոսալու եմ վախի մասին, սիրելիս։ Ուզում եմ մի քիչ խոսամ վախի մասին, այն վախը, որ Գեդեոնն էլ վախեցել էր, ու իր հացը վախով էր վաստակում, ու երբ որ վախը գալիս է, մարդը չգիտի ինչ անի։ Ցավոք սրտի հիմի շատերին այս իրավիճակները, այս աշխարհը տանում է վախի մեջ։ Վախով բռնե մարդուն, այլ ոչ մի բան չկարենա անի։ Հենց որ վախը գալիս է, կապում է մարդուն, դնում է մի կողմ։ Էլ ոչ աղոթել է գալիս, էլ ոչ խոսել է, ոչ աշխատել է, ամեն ինչից սկսում ես վախենալ։ Ամեն մի քայլիդ մեջ վախ ես տենում։ Բա որ անեմ չլինի, բա որ չստացվի, բա որ հեսա մի բան լինի, այս վերջերս շատ եմ խոսում եկեղեցու ժողովրդի հետ, մի հետաքրքիր իրավիճակ, բոլորի վրա գրեթե վախը հարձակվում է։ Բոլորի վրա։ Ինքը գալիս է փորձում է, կլնի, չէ։ Կվերցնի այդ վախը, այդ կասկածանքը իր վրա, թե չէ։ Դատավորած 6:12-13 խոսքը, տեսեք ինչ ասում։ Եվ Տիրոջ հրեշտակը նրան երևեցավ եւ ասեց. Ով հզոր զորավոր, Տերը քեզ հետ։ Այս քանի կար ես վախկոտ նստած էի իմ ցորեն էի գողանում, որ ասում եմ մի փոր հաց ուտեի, հիմա էլ Տիրոջ հրեշտակ եկել է ինձ ասում է, ով հզոր զորավոր։ Արի ու տես, որ ես ու դու հզոր զորավոր ենք։ Կապ չունի վախի մեջ ես թե չէ, կապ չունի թե քո հացը վախենալով ես վաստակում, այն որ ասում է փախ ես անում, բայց Տիրոջ համար դու զորավոր ես։ Ով հզոր զորավոր, Տերը քեզ հետ։ Տերը իմ ու քո հետ, սիրելիս։ Եվ Գեդեոնը նրան ասեց. Օ Տեր իմ, եթե Տերը մեզ հետ է, ինչու համար այս բոլոր բաները մեզ հասան, եւ ուր են նրա ամեն հրաշները, որոնք մեր հայրերը մեզ պատմեն, ասելով, թե Տերը մեզ Եգիպտոսից հանեց, բայց հիմա Տերը մեզ մերժել է եւ մեզ մադիացիների ձեռքն է մատնել։ Թվում է թե բողոքի գիրքը բացել է։ Տես տպավորություն է, որ բողոքի գիրքը բացել է ու ասում է. Բա ուր ես։ Բայց ուզում եմ մի կողմից նայես, որ ինքը իր սիրտն է բացել Տիրոջ առաջ, ոչ թե բողոքի գիրքն է բացել, այլ ասում է Տեր, դու այն Աստվածն ես, որ հրաշքները արել է իմ ժողովրդին, իմ ազգին, դու այն Տերն ես, որ փրկե հանել է։ Մեր Եգիպտոսից հանիր, բայց հիմա Տերը մեր մերժել է։ Ունես տպավորություն է, որ մերժված ես, որ ամեն ինչ, ամեն կողմից լրիվ մերժված ես։
բայց Տերը իմ ու քո հետ է սիրելիս։ Սկսում է տրտնջալ միգուցե ինչ-որ միտեղ, դժգոհել միտեղ։ Երբ որ սկսում ես տրտնջալ ու դժգոհել, մեկ էլ տեսալ արդեն վախով բռնվել ես։ Ու չես հասկանում ինչ անես։ Ու ամենաշատ մարդու տված հարցերն է, որ միշտ էլ տալիս է։ Ոնց որ Գեդեոն էր էլի, ինչ-որ միտեղ միգուցե սիրտներ բացում, միգուցե դժգոհում էր, ասում էր ինչու։ Ինչու մեզ եղավ, ինչու մեզ էսի հասավ։ Ուր ես, խիչ ես հասնում, Տեր օգնիր ես իրավիճակից ելնեմ։ Չէ՞ որ այն առաջի խոսքում գրած էր 7 տարին լռացավ։ Տիրոջ որոշած ժամանակը, երբ որ լռանում է, Տիրոջ հրեշտակը գալի, սկսում է անել այն, ինչ որ Տերը նախասահմանել է իմ ու քո համար։ Կարևորը ես ու դու չթուլանանք։ Կարևորը ես ու դու սպասենք, ու մեր սպասումը Տիրոջից լինի։ Հաճախակի Աստված թույլ է տալիս իրավիճակներ, տարբեր ճանապարհներ մեր կյանքում ու նպատակը գիտես, որ նա որ ինձ ու քեզ տուն հասցնի, ինձ ու քեզ տեղ հասցնի, ինձ ու քեզ սրբի մաքրի, ինձ ու քեզանից պոկի, մի բան էլ ազատի մեզանից, վախն էլ ազատի ինձանից ու քեզանից։ Մարդը միշտ էլ մտածում է, չեն կարկուտը միշտ ծեծած տեղնա ծեծում, չէ սիրելիս, Աստված բերում է իրադարձություն էլ, հələ մի տեղից չհելած մյուսի մեջ, մի տեղից չհելած մյուսը, հələ էսի չլուծած մյուսը, Աստված գիտի երբ, ոնց, ինչի համար, միշտ իմացի, մենակ չվախենաս։ Ու միշտ իմացի, միշտ մոտը, այն որ ասում է սրտի տախտակներին գրի, Աստված կատարյալ սեր է, Աստված կատարյալ բարի է, ինքը կատարյալ արդար է։ Էսի միշտ իմացի, ու ինքը միշտ իմ ու քո հետ է։ Չկա ժամանակ, որ ինքը իմ ու քո հետ չլինի։ Դա ես ու դու կարանք իր հետ չլինենք։ Բայց ինքը միշտ մեր հետ է ու միշտ սպասում է ինձ ու քեզ։ Ավելի լավ է ես ու դու բռնված լինենք իր խոսքից, խոստմունքից, քան թե վախով բռնվենք ու չգիտենք ինչ անենք։ Նույն դատավորած 6-րդ գլխի 14 խոսքը տեսեք ինչ ասում։ Եվ Տերը նրան նայեց եւ ասեց. գնա քո այդ զորությունովը եւ ազատիր Իսրայելին մադիացիների ձեռքիցը։ Ահա ես եմ քեզ ուղարկում։ Քանի կար վախի մեջ նստած էր։ Հաց էր, այն որ ասում հայթայթում։ Հիմա էլ քիչ այկի ասել ով զորավոր, մի հատ էլ ուրիշ բան ասում։ Ասում է գնա քո ազգին ազատի։ Այսօր Աստված նույն բան ինձ ու քեզ ասում է գնա քո ազգին ազատի։ Հերիքա վախենաս ու նստես, գնա քո իմ ժողովրդին ազատի բեր, գնա քո ազգին բեր արի։ Ու շարունակություն տեսեք հետաքրքիր ասում, ահա ես եմ քեզ ուղարկում։ Ինձ ու քեզ հասնում է, որ ես ու դու գնանք։ Ուղարկողը Աստվածն է, տանողը ինքն է, խոսք դնողը մեր շուրթերին էլ ինքն է։ Ինձ ու քեզանից մենակ հնազանդները։ Իմ ու քո ոտքերը միշտ առաջ պետք է գնան, որովհետև ես ու դու տնկված ենք Տիրոջ արքայության մեջ, Տիրոջ խոսքի մեջ։ Աչքի երևույթով չնայես երբեք, աչքի երևույթով չդատես երբեք։ Աչքի երևույթը միշտ վատն է ցույց տալի։ Առավոտը արթնանում ես վատ, ունես տպավորությունը, որ վատ լուրերի բյուրո լինի 4 կողմով։ Ոչ մի հատ լավ բան չկա, ոչ մի հատ լավ բան չես լսում։ Բայց լավ բանը ստեղ է գնաց։ Ամեն։ Լավ բանը ստեղ է գնաց։ Լավ բան ես ուզում։ Մի արթնացի, հեռախոսի մեջ մտի, հեռուստացույցը միացրա։ Լավ բան ես ուզում, մտի ստեղ։ Անես չի որ ստեղ վատ բան չկա գրած։ Ստեղ վատ բան կա գրած սիրելիս։ Ստեղ շատ վատ բան կա արած իմ ու քո համար, որ ես ու դու այդ վատ բանը չանենք։ Մարդկանց իրական կյանքերի անցած ճանապարհով այս գիրքը գրված է Տիրոջ հետ, որ իմ ու քո համար ճշմարիտ ճանապարհ լինի։ Ինչքան էլ ուզում ես կողքից խորհուրդ տան, թևեր տան, լավ կլինի, ամեն ինչ բան կլինի, բայց երբ որ Տերն է խոս տալի, լրիվ ուրիշ է։ Տիրոջ տված խոսքը ինքը անփոփոխ է։ Դատավորաց 6:16-18 Եվ Տերը նրան ասեց. ես քեզ հետ կլինեմ, եւ դու Մադիամին մեկ մարդի պես կզարկես։ Եվ նա նրան ասեց. աղաչում եմ,
Եթե ես քո աչքի առաջին շնորհ գտա, ինձ մի նշան ցույց տուր, թե դու ես ինձ հետ խոսողը։ Աղաչում եմ, այստեղից չգնաս, մինչև որ ես քեզ մոտ գամ, իմ նվերը բերեմ եւ քո առաջ դնեմ։ Եվ նա ասեց. ես կմնամ մինչև քո հետ դառնալը։ Ասեց լավ, դու ես ուղարկում, դու իմ հետ ես, ասма խնդրում եմ նշան տուր ինձի։ Խնդրեմ քեզի, որ չգնաս տեից, մինչև ես գնամ իմ նվերը բերեմ տամ քեզ։ Նվեր ուներ Տիրոջը տալու։ Ու հետի հաստատության խոսն էր։ Ասма Տեր, ուզում եմ, որ լինի քո ասածի պես, բայց խնդրում եմ հաստատիր։ Այսօր ոչ մեկս հաստատության միգուցե չի սպասում, միգուցե եւ սպասում է, բայց խնդրում եմ քեզ սիրելիս, սպասիր հաստատությանը Տիրոջից։ Հա։ Սպասիր հաստատություն Տիրոջից։ Մի անգամ չփորձես, երկու անգամ, 3 անգամ, առավել եւս Գեդեոնի պես, ինքը 3 անգամ փորձեց Տիրոջ։ Ասեց կլինի երկրորդ անգամ էլ նշան անես, ասում է բուրդը կդնեմ, թող բուրդի վրա շաղ լինի, բայց գետնինը չլինի։ Ասեց եւ երրորդ անգամ ասում եմ խնդրում եմ Տեր, թող հակառակը լինի։ Ասում է բուրդի վրա չլինի շաղը, բայց ասում է գետնին լինի։ Խնդրի Տիրոջից հաստատություն։ Ինչի Գեդեոնը կարա ուղարկի, խնդրի հզոր զորավորը ես ու դու չէ, ինչա փոխվե։ Բան չի փոխվե, սիրելիս։ Ասու մոտ ոչ մի բան չի փոխվում, ինքը անփոփոխ է։ Էդի մենակ մարդու մոտ կարա փոխվի, տրամադրությունով, այսօր լավ, վաղը վատ, կեսօրին սիրով, կեսօրից հետո մի քիչ չարությունով, բայց ասու մոտ բան չի փոխվում։ Եթե ինչ-որ բանի նշան ես ուզում, խնդրիր Տիրոջ թող հաստատություն տա։ Հենց խնդիրը գալիս է առաջին մտի սենյակը։ Ուրիշ տեղ մի գնա։ Մտի սենյակը առաջինը սկսի վախի հարցերը լուծել։ Եթե վախենում ես ինչ-որ մի հատ քայլ ձեռնարկես, ինչ-որ մի բան անես, կասկածում ես, մտի սենյակը։ Մտի սենյակը սկսի աղոթել։ Առաջինը վախիդ հարցերը լուծի, որովհետև վախենալով, դողալով, լաց ու կոծով հարց չի լուծում։ Սթափ գլխով, չէ՞։ Մտի աղոթի, Տիրոջ խաղաղությունը թող իջնի, Տերը կառաջնորդի, ասի ով զորավոր, ես քո հետ եմ։ Հովել մարգարեություն 2:21 Մի վախենար, ով երկիր, ցնցա եւ ուրախացիր, որ Տերը մեծ բաներ է անում։ Ասում է չվախենաս։ Մի վախեցիր, ով երկիր, ցնցա ուրախացիր, Տերը մեծ բաներ անում։ Սա քեզ ասում, Տերը մեծ բաներ անում, ինչ ես վախեցել։ Կապ չունի շուրջ բոլորը ինչա։ Ասում է ինչ ես վախեցել։ Ասում է Տերը մեծ բաներ անում։ Տիրոջ ճանապարհները իմ ու քո ճանապարհները չեն։ Ինչի համար, որովհետև ինքը բարձունքում է, ամենից վերև է։ Սկիզբն ու վերջը ինքն է, ժամանակները ինքն է նախ սահմանել, ամեն ինչի սկիզբը ինքն է դրել, ավարտն էլ ինքն է դնում։ Ճիշտ է, մենք չենք տենում մեր առջև այդ ավարտը, սկիզբը տենում ենք, բայց ավարտը երբեմն չենք տենում, բայց վստահիր Տիրոջ, սկիզբն ու ավարտը իրանից է։ Վաղվա օրը ինչ կբերի, անորոշ վիճակ, չգիտեմ ինչ կլինի, չէ, մի մտածի։ Չեմ ասում ընդհանրապես ոչ մի բան չմտածես, չդասավորես, չանես, այլ նրա համար որ հոգս մի արա։ Այդ ծանր բեռը մի վերցրա էլի քո վրա։ Քրիստոսը պարզ ասեց, իմ թեթև հոգսը կտամ քեզ բեռը, քո ծանր բեռը տուր ինձի։ Ինչի համար ես վերցնում։ Սաղմոս 46:1-2 Աստված մեզ համար ապավեն է եւ զորություն, նեղությունների մեջ նա շատ օգնական գտնվեցավ։ Սրա համար չենք վախենալ, թեև երկիրն անցնի եւ սարերը ծովի մեջտեղը գցվեն։ Ասում եմ մեր ապավեննա զորությունա նեղության ժամանակ։ Շատ օգնական սիրելիս։ Ռուսերենի մեջ գիտեք հետաքրքիր բառ ա գրած սկորի պամոշնիկ։ Սկորի պամոշնիկ ռուսերենով գրած է արագ հասնող, ժամանակին հասնող։ Այ տենց օգնական է ինքը։ Ասում է թեև երկիրն անցի սարերը շուռ գան, տես Աստծո խոսքը ասել է ես եմ շարժելու ամեն բան։
Գրվածա չեն գրքի մեջ մարգարեություններ, որ ինքն է ամեն հիմք շարժելու, ամեն ժայռ, ամեն ծով, ամեն ինչ ինքն է շարժելու։ Ասում է, բայց եւ սարերը ծովի մեջտեղը գցվեն, ասում է, չվախենաս։ Ասում է, եթե տենաս էլ, ասում է, չվախենաս դրանից։ Աստված շատ չափազանց լսող ու օգնող է։ Շատ չափազանց։ Չեմ վախենա այդ բառից։ Չափ չկա իր օգնությանը, իր հասնելուն, իրան բարձրացնելուն, չափազանց սիրելիս։ Ամբակում 2:3, որովհետև տեսիլքը տակավին որոշած ժամանակի համար է եւ շտապում է վաղճանին եւ չի ստիլ, եթե ուշանա էլ սպասիր նրան, որովհետև անպատճառ պիտի գա եւ հետ չի դառնա։ Տեսիլքը, Աստծո տեսիլքը, մարդկային տեսիլքը չէ, մարդկային աչքերի տեսածը չէ։ Աստծո որոշած, իր տեսիլքը ասում է կգա ժամանակին կհասնի։ Աստված միշտ տալիս է տեսիլք։ Մեր ընտանիքում Սամուելս որ ծնվավ, փոքրը տեսիլք տվեց Աստված, որ ամեն ինչ նորմալ է անցնելու։ Բայց ժամանակը ես չգիտեի։ Ես չէի կարող հասկանալ։ Բժիշկները ասում էին, այս ամսում կծնվի, Աստված որոշեց մի քանի ամիս, որ ուշ ինքը պետք է ծնվի, որ իր հրաշքերը, իր խոսքը հաստատվի։ Հիմա դուք ասես փառք Տիրոջը սիրելիս։ Հիմա դուք ասես ես տեսիլք չունեմ, Աստված տեսիլք չի տվել, միացի եկեղեցու տեսիլքին։ Ի՞նչն է քեզ խանգարում, ինձ ու քեզ, որ միանանք եկեղեցու տեսիլքին։ Եկեղեցու տեսիլքները այս տարի հրճակվել է։ Խաղաղվելու տարի, խաղաղվի։ Միացի եկեղեցու տեսիլքին գնա առաջ, եթե տեսիլք չունես։ Այսօրվա խոսքը գիտեք ինչ եմ վերնագրել, չվախենաս։ Հա, ինչ է լինի, չվախենաս։ Աստված մեր հետ է։ Մարկոս ավետարան 4:40-41 Եվ ասեց նրանց. Ինչու այդպես վախկոտ եք, ինչպես հավատք չունեք, եւ նրանք մեծ վախով վախեցան եւ իրար ասում էին. Սա ով է արդյոք, որ քամին էլ ծովն էլ հնազանդվում են սրան։ Քրիստոսի խոսքերն է։ Աշակերտներով երբ որ նավով անցնում են, սկսեցին քամիները, փոթորիկները բարձրացան, որովհետև իրանց կյանքում որոշում էին կայացել, գնում են մյուս ափը, որ ավետարան էին։ Գնում են հասնեն նպատակին, ու քամիները, ծովերը բարձրացան։ Եվ ասեց. ինչու այդպես վախկոտ եք։ Հիսուսն ասում, ինչու հավատք չունեք, երկու բառ ասում։ Ասում է ինչու վախեցար, ինչու չհավատացիր։ Առաջինը երբ որ գալիս է վախը, քո հավատքը ցածրանում է։ Ուզում է գցի ինձ ու քեզ հավատքից։ Եվ նրանց մեծ վախով վախեցան, ինչի համար։ Պատկերացնում եք ալիքները, պարարվում էր ամբողջ նավը, վախկոտ, վախենում էին։ Հիմա էլ Քրիստոսը հելավ ամեն ինչ հանդարտացեց, կրկնակի վախեցան։ Ասում է սա ով է արդյոք, քիչ է որ մի հատ վախենում են, որ հեսա կմանեն, հիմա էլ վախենում են ով է իրանց դեմ, ով է կանգնած իրանց հետ։ Ասում է ով է սա արդյոք, որ քամին էլ ծովն էլ հնազանդվում են սրան։ Ասում է մեծ վախով վախեցան։ Մեծ վախով, այսինքն կրկնակի վախեցան։ Ավելի շատ վախեցան, քան մինչև այդ որ վախենում են, երբ որ ալիքները վարարվում են նավի մեջ։ Սիրելիս, ամեն ինչ լինում է հավատքով։ Ամեն ինչ լինում է հավատքով, ոչ թե վախով։ Վախով չես կարող ոչ մի բան կառուցես, հավատքով ես կառուցում։ Հավատքով ես աշխատում, վախով չես աշխատում։ Հավատքով ես ընտանիքիդ մեջ, ոչ թե վախով ես ընտանիքիդ մեջ բռնված։ Հավատքով Մովսեսը զատիկը արեց, սիրելիս։ Կարանարյունը դրանդիներին քսեց։ Հավատքով էր Դանիելը, որ ընկավ գուբի մեջ, առյուծների գուբը ու չմահացավ, վախով չէր։ Պատկերացնում եք Դանիելին sense վախենալով, որ գցեն իրան գուբի մեջ, ինչ կլներ։ Առյուծները կուտեն։ Ինքը ոչ թագավորից վախեցավ, ոչ թագավորի
ընտրած օրենքից, որոշած օրենքից։ Լարավել եւս ասեմ քեզի, անգամ թագավորը հավատք իր մոտ բարձացավ, որ եկավ Դանիելի մոտ ասեց. «Ով Դանիել, քո Աստված քեզ փրկեց»։ Հավատքով, ոչ թե վախով, չվախենաս սիրելիս։ Երիքովի պատերներ ընկան հավատքով։ Չէ՞։ 7 օր հավատացին Տիրոջ խոսքին, աղոթեցին, պատերը շուռ եկան։ Ամեն ինչ կառուցված է հավատքի վրա։ Դրա համար չվախենաս։ Ինչ էլ որ ուզում ես անես, ինչ էլ որ որոշել ես, մենակ չվախենաս։ Ամեն։ Փառք Տիրոջը։ Եվ բանալիներ է տալիս, մի քանի բանալի է տալիս, Պողոս առաքյալը, տեսեք Փիլիպպեցիս 4:6-7, տեսեք ինչ է գրում։ Ոչինչ հոգս մի անեք, այլ ամեն բանում աղոթքով եւ աղաչանքով եւ գոհությունով ձեր խնդրվածքները թող հայտնի լինեն Աստծուն։ Եվ Աստծո խաղաղությունը, որ ամեն մտքից վեր է, կպահպանե ձեր սրտերն ու մտքերը Քրիստոս Հիսուսում։ 3 բանալի է տալի։ Ասում եմ ոչ մի բանի հոգս չանես, չվախենաս։ Ոչ մի բանից մի վախեցի։ Ասում եմ 3 բան արա։ Աղոթիր, խնդրիր ու գոհացիր։ Աղոթիր, խնդրիր, գոհացիր։ Աղոթքը դեպի Տիրոջ, բարեխոսությունը դեպի Տիրոջ։ Աղաչանքը ուզի շուրթերով։ Խնդրի թող Տերը հայտնի։ Ոչ թե ասա, Տեր, դե դու գիտես, դու ամեն բան գիտես, ամեն բան տերում ես։ Իհարկե գիտի ու տենում է, բայց երբ որ ես ու դու ուզում ենք մեր բժշկությունը, մեր օրհնությունը, մեր հրաշքը, դա լրիվ ուրիշ է։ Երբ որ ես ու դու խանութ գնում ենք, վաճառողից մենք պետքա ուզենք ինչ որ մեզ պետքա, չէ՞։ Որ չուզենք ինչ կտա մեզ։ Այդքան տեսականի ունի։ Ես ու դու պետք է ուզենք սիրելիս։ Իմ ու քո գործը ուզելն է, Աստծո գործը տալն է։ Հա, Տիրոջ գործը տալն է, լուծել այդ հարցը, լուծել այդ խնդիրը։ Իրա գործը է, իմ ու քո գործը ուզելն է, աղոթելն է ու գոհանալն է Տիրոջից։ Ամեն։ Ասում եմ ամենակարևորը եւ Աստծո խաղաղությունը, որ ամեն մտքից վեր է, կպահի քեզի, ասում եմ սիրտդ ու միտքդ խաղաղությունը կպահի Հիսուս Քրիստոսի մեջ, ոչ թե աշխարհի մեջ, ոչ թե Իրաքի մեջ, ասում եմ Քրիստոսի խոստմունքի մեջ։ Քրիստոսի խոստվածի մեջ ինքը պահելու է։ Խաղաղվելու տարի, ասում եմ խաղաղությունը չկորցնես։ Եթե ես ու դու Աստծո հետ շիտակ ենք, բան չունենք վախենալու։ Հանցանքի մեջ չենք, մեղքի մեջ չենք, ինչ կա ինձ ու քեզ վախենալու։ Եթե ես ու դու արդար ենք Տիրոջ դեմ, ինչ կա ինձ ու քեզ վախենալու Իրանից։ Կամ լավ, ինչից ես վախենում։ Չեմ ուզում պատասխանես, ինչից ես վախենում։ Դուր Տիրոջը։ Դրանից հեշտ բան։ Դուր ասուն, ինչից որ վախենում ես, դուր ասուն։ Որոշում ես ճանապարհ ընկնես, վախենում ես, մտածում ես, երկմտում ես, դուր ասուն։ Սպասիրա որոշմանը։ Երեխա ես ուզում, դուր ասուն։ Բժշկություն ես ուզում, դուր ասուն, ինչ որ թանկ է քո համար, դուր Տիրոջը։ Ինչից որ վախենում ես, դուր իրան, երկու ընտրություն ունի մարդը, կամ վախենում է, կամ վախը թաղում է, ասում է վստահում։ Կամ վախենում ես, չես անում ոչ մի բան, կամ էլ այդ վախիդ հարցերը լուծում ես ու վստահում ես Աստծուն։ Աբրահամը անցավ դրա միջով, սիրելիս։ Ինքը վստահեց Տիրոջ։ Երբ որ տանում էր երեխային զոհաբերելու, ինքը վստահեց Տիրոջ։ Ճիշտ է, իր մեջ վախ էլ կար, բայց ինքը ավելի ամենաշատ ինքը Տիրոջից էր վախենում։ Եթե Տիրոջ երկյուղը չլիներ, ինքը չէր տանի զոհասեղանի դներ իր որդուն։ Որովհետև ինքը իրան ճանաչում էր։ Որովհետև Աստծուն ինքը ճանաչում էր, որովհետև բերան առ բերան խոսացել էր իր հետ։ Սաղմոս 16:8 Ես Տիրոջը դրի իմ առաջին ամեն ժամանակ, որովհետև նա իմ աջ կողմն է, ես չեմ սասանվի։ Ասում է ամեն ժամանակ, ասում դրեցի իմ առջև։ Ոչ թե կողս, ոչ թե հետևես, ասում է դրեցի իմ առջև։ Երբ որ Աստված է քո առջև, քո խնդիրը իրան իջնում է։
Բայց երբ որ խնդիրն է քո առջև, այ Աստված հետին կողին, այն որ ասում է հետևից, կողից, դեմից Աստված ջանարի, մեծարվում է այդ քո խնդիրը։ Բայց երբ որ ասուն ես դրում, Աստված քեզ բարձրացնում է, խնդիրը իջնում է ներքև։ Երբ մեծարում ես ասուն, քո ֆոկուսը ու խնդիրից լրիվ շեղում է, սիրելիս։ Մեծարիր ասուն, քո խնդրից շեղվելու ես։ Քո հայացքը թեքելու ես քո խնդրից։ Այդ չես մտածում դրա մասին։ Փառք Տիրոջը։ Մեծարիր ասուն, սիրելիս, ոչ թե քո խնդիրը։ Իրան բարձրացրու, իրան փառքը տուր։ Հաղթանակ էդի վախի բացակայությունն է։ Չվախենաս։ Հաղթանակը վախի բացակայությունն է։ Աշխարհիկ ժողովուրդն էլ անմա չեն, որ ասում են գործի կեսը դուխնա, չեն։ Չի վախենում, ինչից ունի վախենալու։ Չվախենաս։ Մենակ մի բանից կարաս վախենաս, Տիրոջ բացակայությունից։ Այս մի բանից կարաս ես ու դու կարանք վախենանք։ Իր բացակայությունից, երբ որ ինքը չկա, մեր է չի, մեր կողքի չի, այս բaragam կարաս վախենաս։ Իր բացակայությունը այնքան թանկ լինի իմ ու քո համար, սիրելիս, որ ես դու իրան չկորցնենք։ Այնքան թանկ լինի։ Այս աշխարհը թանկ բան չի կարա ինձ ու քեզ առաջարկի։ Ամեն ինչ էլ ինչը որ առաջարկի, ինքը գին ունի, բայց Աստված անգին է, սիրելիս։ Ինքը գին չունի։ Երկրորդ օրինաց 10:20 Քո Տեր Աստվածանից վախենաս, նրան պաշտես, նրան սիրես եւ նրա անունով երդում անես։ Ասում է, մենակ իրանից վախենաս, իրան սիրես, իրան հետևից գնաս, իրա խոսքով ապրես, իրա կամքի մեջ ապրես։ Մատթեոս 22:29 Հիսուսն էլ պատասխանեց եւ ասեց նրան. մոլորված եք, որ չգիտեք գրքերը եւ ոչ Աստծո զորությունը։ Քրիստոսին, երբ որ հալածում էին, գալի փորձում էին, հետաքրքիր բան ասեց, ասում ես մոլորված եք, որովհետեւ չգիտեք Աստծո խոսք։ Այսօր միգուցե շատերս եւ մոլորված ենք, չգիտենք Աստծո խոսքերը, բայց քեզ մի բան ունեմ ասելու, սիրելիս, Աստվածաշնչի մեջ 2000 անգամ գրած է ֆինանսների մասին, բայց 365 անգամ գրած է չվախենաս։ 365 անգամ քո ամեն օրվա համար Աստված քեզ ասում է, չվախենաս։ Մի վախեցիր, ես քո հետ եմ։ Փառք Տիրոջը։ Վախի զգացմունք ինձ ու քեզ չի տանի խնդրի լուծմանը, այլ հակառակը կավելացնի, կշատացնի։ Ինքը ոչ մի երբ որ ես ու դու սկսենք վախենալ, պատկերացնում ես վախկոտ մարդը ուզենա ինչ-որ մի բան անի։ Դողումա, չգիտի ինչ անի, ոնց որ Գեդեոններ չեն, իր հացը ուտում էր վախենալով։ Չթողես վախը իշխի քո վրա։ Երկրորդ Տիմոթեոս 1:7 Որովհետև Աստված չտվեց մեզ երկչոտության հոգի, այլ զորության եւ սիրո եւ զգաստության հոգի։ Ասեց Աստված չի տվել ինձ ու քեզ վախի հոգի, ինքը մեզ տվել է զորության հոգի, սիրո հոգի է տվել, որ զգաստ լինենք ես ու դու։ Ամեն իրավիճակում զգաստ կանգնած լինենք։ Զինվորը երբ որ զգաստ կանգնած է, ինքը պատրաստ է մեջ, բայց երբ որ sense վախում է, ոչ մի բան չի կարող անի ինքը։ Ես մի հատ բան եմ գրեմ, քո հավատքը սարեր շուռ կտա, բայց եթե վախենաս, սարեր կառաջացնես։ Քո հավատքը սարեր շուռ կտա, մենակ չվախենաս, չկասկածես, չերկմտես, չթողես այդ հոգին գա առաջ։ Բայց եթե վախենաս, սարեր կառաջացնես։ Հեսու առաջի գլուխ 9-րդ խոսք։ Ահա քեզ պատվիրում եմ, զորացիր եւ քաջ եղիր եւ մի վախենար եւ մի զարուրիր,
որովհետև քո Տեր Աստվածը քեզ հետ է ամեն տեղ ուր էլ որ գնաս։ Փառք Տիրոջը։ Ասում եմ պատվիրան եմ տալիս, չեմ առաջարկում, պատվիրան եմ տալիս, զորացիր, քաջ եղիր, չվախենաս, չզարուրես, որովհետև քո Տեր Աստվածը քեզ հետ է ամեն տեղ սիրելիս։ Այտենց միջավայր չկա, այտենց վայր չկա, այտենց տեղ չկա, որ դու լինես, Աստված այնտեղ չլինի։ Ինքը միշտ պատրաստ է ինձ ու քեզ օգնելու։ Ես ուզում եմ մի վկայություն տամ, մեր Սամուելը, որ պետքա ծնվեր, գնացինք բժիշկների մոտ, դե բժիշկները սեր ունեն վախեցնելու, որ բժիշկի մոտ էլ գնաս, վայ, արագ պարկեք, ձգձգվում էր մի քիչ, Աստված որոշել էր, որ 1-ից 7 տարի անցնի, 7-րդ տարվա մեջ նոր ծնվի։ Մարդիկ, բժիշկը որոշել են, որ այսօրը պետք է ծնվի, բայց Աստված ասեց չէ, իմ որոշած ժամանակին պետք է ինքը ծնվի։ Ու բնականաբար վախենում ես, այդ վախի մտքը գալիս է։ Սկսեցինք մի քանի տեղ էլ տանել, ստուգվել, առաջի տեղը ասեցին, որ պորտալարը 2 գալար փաթաթված է իր վզին։ Երկրորդ տեղը ասեցին, որ սրտի աշխատանքը լավ չի։ Երրորդ տեղը ասեցին, որ մեզի հրաժարական գրեք, կամ պետք է հիմա պարկեք, պարկելու համար էլ մենք չգիտենք ոնց կանենք, բժիշկները կնայեն, մենք հրաժարական գրեցինք, ու քույրը ասեց հրաժարականի թղթի վրա գրի, ես վերցնում եմ պատասխանատվությունը ինձ վրա, եթե պտուղը մահանա։ Ու մի հատ զգաստություն եկավ։ Ոչ թե այդ պահին պետք է վախ կար մեր մեջ, որ վախից գրենք, այլ երբ որ վախը հարձակվում է, ես ու դու քայլ պետք է անենք։ Ու իմ միջից խոսքը դուրս ելավ։ Ես չեմ մեռնի եւ Տիրոջը կփառավորեմ։ Փառք Տիրոջ։ Նա առան չգիտեր, որ Աստված ինձի տեսիլք էր տվել սիրելիս։ Աստված ինձ 2 բան տեսիլք էր տվել, ես իրան չէի ասել։ Մեկը, որ պորտալարը կապած կլինի, երկրորդն էր, որ կեսարյան հնարավոր անեն։ Հենց որ գնացինք բժիշկի մոտ եւս 1 անգամ ստուգվելու, աղոթքից, ծոմից, ես մտա ծոմի մեջ, ինքը տեղյակ էլ չէր։ Գնացինք բժիշկների մոտ, ցույց տվեցին, որ 2 գալարն էլ նորից բացվել է։ Փառք Տիրոջը։ Ու ես եկա տուն, չէ, հենց այդ պահին Աստված խոսած, ասեց երկրորդն էլ չի լինի։ Երկրորդն էլ չի լինի, ու ես շարունակեցի իմ ծոմը, ու ինքը ծնվավ Տիրոջ որոշած ժամանակին առանց կեսարյանի, առանց միջամտության, բնական ձևով սիրելիս։ Փառք Տիրոջ, դու պատկերացնում ես, որ ես վախենայի, բռնվեի վախով, ու այդ վախին թույլ տալ, որ ինքը մտներ իմ կյանքի մեջ, իմ ընտանիքի մեջ ու խառներ ամեն ինչ։ Որովհետև վախը տանում է մահվան, սիրելիս։ Երբ որ սկսում ես վախենալ, մահանում ես, քո բոլոր բնագավառները սկսում են քիչ-քիչ մահանալ։ Սա կորցնեմ, նա կորցնեմ, չվախենաս սիրելիս։ Ես կխնդրեմ կանգնենք, վերջի տեղն եմ ուզում կարդանք ու մենք աղոթելու ենք սիրելիս։ Ու այս խոսքի համաձայն ենք անելու, հիմա ես ու դու, Սաղմոս 34:4 Ես խնդրեցի Տիրոջը և նա պատասխան տվավ ինձ և իմ ամեն ահու վախից ազատեց ինձ։ Փառք Տիրոջը սիրելիս։ Իմ ու քո վախը Հիսուսի սիրով բժշկված ու մաքրված է սիրելիս։
այս խոսքի համեմատ։ Ասում է, ես խնդրեցի Տիրոջը եւ նա պատասխանեց ինձ եւ իմ ամեն ահ ու վախից ազատեց։ Այսօր ես ու դու այս աղոթքը անելու ենք։ Ես ու դու այսօր խնդրելու ենք մեր շուրթերով, ինչից որ վախենում ես, ահից, վախից, սիրելիս, խնդրելու ենք, որ ինքը ազատի ինձ ու քեզ։ Ես կխնդրեմ, որ միաբանվենք, ովքեր որ մեզ են հետևետում սո ցանցերով, սիրելիներս, դու էլ միաբանվի, Աստծո համար տարածության սահմանափակում չկա, սիրելիս։ Ինքը անսահմանա, ինքն ամենուրա ու քո հարցնել ինքը կարալուծի, քո վախնել հեռացնի, չվախենաս։ Արի աղոթենք։ Հալելույա երկնային Հայր, մենք գալիս ենք քո առաջ, քո խոսքի համեմատ։ Մենք բարձրացնում ենք քո առջև այն իրավիճակները, այն խնդիրները, այն վախերը, որ ինչ որ ձև ներթափանցել են, մտել են մեր կյանքի մեջ, ինչ որ մանր սերմեր են ցանել, որ ոչ մի վախ, ոչ մի ահ, ոչ մի սարսափ, ոչ մի տագնապ իշխանություն չունի մեր վրա։ Մեր ներսում դու ես բնակվում, Տեր։ Դու ես մեր Տերը, դու ես մեր Փրկիչը, դու ես մեզ ազատողը, Տեր։ Մենք գիտենք ու մենք հուսացել։ Մենք գիտենք ուր ենք փախեի ու ոտների մոտ ենք եկել Տեր։ Համար խնդրում ենք քեզ Տեր ջան, որ ամեն որոշում մեր կյանքերի մեջ լինի հստակ, հաստատուն երկնքից Տեր ջան։ Ոչ մի վախի արմատ, ոչ մի վախի հոգի իշխանություն չունենա մեր ընթացքի վրա, մեր մտքերի վրա, մեր քայլերի ու որոշումների վրա։ Հիսուսի զորավոր անունով։ Խաղաղվելու տարի, Տիրոջ խաղաղությունով լցված, Տիրոջ ուրախությունով լցված, Տիրոջը գոհությունով, Տեր ջան, փառավորելով լցված լինի մեր ներսը, մեր հոգին, մեր շունչը, մարմինը։ Ու թող տարածվի մեր ազգի մեջ, մեր ընտանիքների մեջ, որ բերենք խաղաղություն, ազատություն, բժշկություն։ Հիսուսի զորավոր անունով։ Ամեն։ Ամեն։ Փառք Տիրոջը։ Փառք մեր Աստծուն սիրելիս։ Փառք մեր Տիրոջը։ Աստված շատ չափազանց լսող ու օգնող սիրելիս, չվախենաս։ Չվախենաս։ Փառք Տիրոջը սիրելիս։ Միջև կավարտենք, ես խնդրեմ փառաբանությունն էլ գա։ Մի հատ հարց ունեմ տալ։ Կա մարդ, որ այսօր այսպիսի եկեղեցում սենց հավաքույթում առաջին անգամ է։ Եթե դու այդպիսին ես, խնդրեմ պարզես ձեռքդ բարձրացնես, ողջունենք քեզ։ Փառք Տիրոջը, Տեր օրհնի ձեզ, Տեր օրհնի ձեզ։ Փառք Տիրոջը։ Ես ուզում եմ ձեզ հրավիրեմ առաջ։ Արի առաջ, որ ամեն վախ, ամեն սարսափ, ինչ որ ունես, ինչի մասին որ մտածում ես, տաս Տիրոջը։ Ու չվախենաս առաջ գաս, ես էլ կգամ ներքև։ Չվախենաս գաս առաջ, որովհետև սատանեն ինքը միշտ պատրաստ է, բարև եղբայր, դեմքով դեպի ինձ կանգնի, դեմքով ինձ, դեմքով ինձ։ Դեմքով դեպի ինձ կանգնեք։ Եթե դու մտածում ես գամ, չգամ, ոնց կլինի, բարև ձեզ, Տեր օրհնի ձեզ շատ։ Չվախենաս սիրելի, տեղը թող առ։ Բարև եղբայր, Տեր օրհնի։ Արի ծափ տանք Տիրոջը, մեր Տերը արժանի է, փառք Տիրոջը։ Пусть Бог благословит вас։ Բարև ձեզ, Տեր օրհնի ձեզ։ Փառք Տիրոջը ձեր համար։ Խնդրեմ մի քիչ առաջ արեք, հետևները չնայեք։ Բոլորս էլ մի անգամ եկել ենք ստե։ Ինչի համար եմ ձեզ կանչել ստե։ Բոլորս եկեղեցում գտնվողը մեկ անգամ եկե ու աղոթք են արել։ Ասել են Տեր ջան, միջև առեսօր, ոնց որ ապրել եմ, ինչ էլ որ արել եմ, հաղթանակներ եմ ունեցել, պարտություններ եմ ունեցել, վախեր եմ ունեցել, տագնապներ եմ ունեցել, անհաջողություններ եմ, ասում միջև առեսօր ոնց որ եղել եմ, չեմ ուզում լինեմ։ Ուզում եմ այսօրվանից ուրիշ ձևի լինեմ։ Ուզում եմ այսօրվանից դու գաս իմ կյանք, ուզում եմ այսօրվանից դու իմ կյանքը դասավորես, դու ինձ առաջնորդես։ Դրա համար մենք Աստծո հետ պետք է մտերմանանք, իր հետ բարիշենք։ Պողոս առաքյալը ասում է սրտովդ հավատաս, շուրթերովդ դավանես Քրիստոսին Տեր ու Փրկիչ, ասում է քո կյանքում ամեն բան կփոխվի։ Դու սրա համար ես եկել։ Ու ես դες ուզում եմ առաջնորդեմ այդ աղոթքի մեջ, կուզեք չեն, աղոթեք, բարշեք Տիրոջ հետ, որ Աստված ամեն բան փոխի, եկեղեցին էլ մեզ կօգնի, հա։ Խնդրեմ փակեք ձեր աչքերը ու կրկնեք իմ հետևից։ Սիրելի Հայր, ես գալիս եմ քո առաջ,
Հիսուս Քրիստոսի անունով։ Սիրելի Հիսուս, ես ընդունում եմ, որ դու Աստծո որդին ես, խաչվել ես, մահացել ես եւ երրորդ օրը հարություն ես արել։ Ինձ ազատելով ամեն անեծքներից, ամեն վախերից, ամեն անհաջողություններից։ Հենց հիմա երկնքի ու երկրի առաջ ես քեզ ընդունում եմ իմ Տեր ու Փրկիչ։ Եկ թագավոր իմ կյանքում եւ մկրտիր ինձ քո Սուրբ Հոգով։ Հանուն Հոր, Որդու եւ Սուրբ Հոգու։ Ամեն։ Ամեն։ Փառք Տիրոջը սիրելիս, շնորհավորում եմ, Աստվածաշունչը ասում է, երբ որ մի հոգի է աղոթք անում, ասում է երկնքում հրեշտակները պարեն բռնում։ Պատկերացնում եք, քանի հատ հրեշտակ այսօր երկնքում պարում են ձեր համար, ուրախանում են, որ այսօր եւս մարդ փրկվեցավ։ Փառք Տիրոջը ձեր համար, ինձանից աջ կողմում կանգնած են եղբայրները եղբայրը եւ քույրը, մենք մի փոքր նվեր ունենք ձեզ համար, բայց աղոթելուց հետո, բարձրանաք իրար հետ, եթե հարցեր ունենաք, հարցեր կտաք, ծանոթանաք, մի փոքր հյուրասիրություն ունենք ձեր համար, բայց խնդրեմ եկեղեցի, պարզիր ձեռքդ մի հատ աղոթենք, օրնենք իրանց, Հալելույա Տեր ջան, Հիսուսի զորավոր անունով, ես խնդրում եմ քո օրհնությունը, օծությունը, ներկայությունը, գրքի քրոջս, աղբորս, քանդվեն ամեն անեծքներ, կապանքներ իրանց կյանքերի վրայից, ամեն վախեր, տագնապներ, անհաջողություններ, Հիսուսի զորավոր անունով։ Մենք օրհնում ենք իրանց Տեր ջան ու հանձնում ենք քո ձեռքերի մեջ, վերցրա Տեր ջան, որովհետև դու ես իրանց արգել ունեն ծանոթներ, որ դու ես ուզում, փոխիր իրանց կյանքում ամեն բան, նորոգիր իրանց կյանքում ամեն բան, Հիսուսի թանկ անունով, ամեն, ամեն, փառք Տիրոջը, ես խնդրեմ ձեզ, որ դուք հետևեք քուրիկի եւ աղբոր հետ, խնդրում եմ առաջացեք, можете проходить, Տեր օրհնի ձեզ, գնացեք, Աստված օրհնի քեզ, սիրելիս, Միջը մի հատ լավ փառաբանենք, վերսաօրհնությունը դու փառաբանենք, Մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքը, Հոր սերը, Սուրբ Հոգու խաղաղությունը, ազատությունը, օրհնությունը, այն անվախ Դավիթի պես ու Դանիելի պես գնաս առաջ։ Այսօր մինչև մյուս շաբաթ օրը։ Ալելույա։ Ամեն։